Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ընկերներ շատ է հնչում այս թեզը այս տարիներին, որ Հայաստանում ինչ-որ ուժեր կա, որոնք ուզում են Հայաստանը դարձնել գուբերնիա, Հայկ Կոնջարյանը դրան ծայրագավառ ասում, լսել եք արդեն ելույթներ ասում, ուզում եք դարձնել Հայաստանը ծայրագավառ, Ռուսաստանի ենթադրաբար ծայրագավառ կամ Ռուսաստանի գուբերնիա։ Ինչ կարող եք ասել մի դեպք, որ այս վերջին 35 տարվա ընթացքում Ռուսաստանը պաշտոնապես կամ կիսապաշտոնապես հայտարարել է, որ ակնկալիք ունի Հայաստանը զավթել, վերցնել, չգիտեմ, էքսպանսիայի ենթարկել եւ դարձնել օրինակ Ռուսաստանի գուբերնիա կամ ծայրագավառ Ասպանջանի։ Երբևէ նման ազդակ Ռուսաստանից լսել եք կամ պաշտոնական հայտարարություն։ Նայեք, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, ընդհանրապես մեր քաղաքականության հիմնական նպատակը բնականաբար մեր ինքնիշխանության պաշտպանությունն է եւ աշխարհի բոլոր երկրների հետ հավասարը հավասարի խոսելու։ Մենք չեմ կարծում, որ պետք է գնանք այն տրամաբանությամբ, որ ինչ-որ երկրների, այսինքն մենք տես տարբերակում երկրների մեջ չպետք է դնենք, մենք որևէ երկրի հետ մեր հարաբերությունները կառուցելուց պետք է գնանք մեր ինքնիշխանության ամրապնդման եւ բնականաբար հավասարը հավասարի խոսելու քաղաքականությամբ եւ տնտեսական քաղաքականության վարելուց մենք երբ որ տեսնում ենք, որ օրինակ կա մի ապրանք, որը Եվրոպայում վաճառում ենք, բայց Ռուսաստանում չեն վաճառում, մենք փորձում ենք դա նաև Ռուսաստանում վաճառել, եթե կա մի ապրանք։ Ես հարգելի գործընկերներ, ես պատասխանում եմ հարցին այնպես, ինչպես ես ցանկանում եմ պատասխանել։ Ես հետեւաբար ես այդ հարցը համարում եմ, ես ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք որևէ երկրի գուբերնիա չի կարող դառնալ եւ այն քաղաքականությունը, որը այսօրվա կառավարությունը վարում է, հենց դրա մասին է։ Մտահոգություն հայտնում, ներողություն էլի շոյ։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Պարոն Պապոյան, կրկին այդ անդամակցության թեմային ուզում անդրադառնալ, երբ կառավարությունը այդ որոշման հավանություն է տալիս քաղաքացիական նախաձեռնությանը, վարչապետը մեջբերում ասում է, որ անդամակցության հարցը կքննարկվի Եվրամիության գործընկերների հետ եւ ասում է, մենք Եվրամիության հետ պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որը իրենք են պատկերացնում եւ որը մենք ենք պատկերացնում եւ մենք պետք է իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք։ Քանի որ նաեւ մեծ հաշվով ձեր ոլորտն էլ արտադրություն ունի, այսինքն առանց ձեզ հաստատել քննարկումներ դժվարին է։ Ուզում եմ իմանալ ինչ որ քննարկումներ ճանապարհային քարտեզ մշակելու շուրջ այս ամիսներին նախագծի ընդունումից հետո եղել Եվրամիության հետ։ Մենք ամեն օր աշխատում ենք մեր օրենսդրության կատարելագործման ուղղությամբ։ Ես ձեզ քիչ առաջ նշեցի, որ հարգելի գործընկերներ, հələ թողենք անդամակցություն, ոչ անդամակցություն։ Եվրոպական միությունը առաջին հերթին ինքը ինչ-որ ստանդարտ է, ապրելու ստանդարտ, իրար հետ շփվելու, իրար հետ հարաբերվելու, իրար հետ գործակցելու ստանդարտ է։ Հիմա, երբ որ մենք ասում ենք, երբ որ ես ազգային ժողովում տանում եմ 200 էջից բաղկացած մի հատ մեծ փաթեթ, նախորդ շաբաթ ներկայացնում եմ քննարկում ենք ու դա սպառողների իրավունքների պաշտպանության եւ մրցակցության պաշտպանության մասին է։ Դա գիտեք ինչ է, դա այն է, երբ որ Ֆրանսիայում, Գերմանիայում ինչ տրամաբանությամբ են մրցակցությունը կարգավորվում։ Այդ բերում ենք մեր երկրում կիրառում ենք։ Ինչ տրամաբանությամբ է մարդու սպառողի իրավունքները պաշտպանվում այդ երկրներում, նույնը կիրառում ենք։ Այսինքն մենք հիմա իրականացնում ենք այդ գործողությունները, որոնք որ մեր երկրի ստանդարտն են բարձրացնում, մեր երկրի մրցունակությունն են ավելացնում։ Եվ եթե դա իհարկե կօգնի այդ ճանապարհին, վստահաբար կօգնի։ Բնականաբար ավելի լավ, բայց Հայաստանի ամենահիմնական նպատակը բնականաբար 29743 կիլոմետրով միջազգայինորեն ճանաչված սահմաններով խաղաղության պայմանագրի կնքումն է եւ այս տարածքում մեր ինքնիշխանության տարբեր ենթագործոններ կլինեն, որոնք որ այս տարածքում իրականացվեն։